Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք Երևանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գորժ Սարգսյանին, Էվենտուրա ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանին եւ Նյու ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանին։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալություն, որ այստեղ եք։ Մեր այսօրվա ասուլիսի թեման եւ առիթը Երևանի գինու օրեր փառատոնն է, որն այս տարի նշում է իր հոբելյանական 10 տարին։ Մեր բանախոսները կներկայացնեն սպասվող այդ օրվա միջոցառումների ծրագիրը, այսինքն օրերի միջոցառումների ծրագիրը, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն, որ մեզ հյուրընկալել եք, այո, այս տարի մեր մոտ 10-ամյակն է եւ շատ արագ թռան 10 տարիները եւ 10 տարվա ընթացքում մենք դարանք այնպիսի ճանաչելի իրադարձային туриզմի տեսակետից միջոցառում, որի համար գալիս են հեռավոր սկանդինավյան երկրներից, Անգլիայից, անգամ ունենք հայտեր Ավստրալիայից, ինչը մեզ համար շատ ուրախալի է եւ այն նպատակը, որ մենք մեր համար որպես ընկերություն դրել ենք, որպեսզի Երևան բառը եւ Հայաստանը որպես գինու բնորան լինի ճանաչելի, կարծում եմ մենք արդեն դրան հասնում ենք։ Եվ այն միջոցառումները, որոնք տեղի կունենան, ես կխնդրեմ մեր գործընկերներին կասեմ, որովհետև այդ 3 օրվա ընթացքում մենք քաղաքում էլ ունենք շատ հետաքրքիր միջոցառումներ, որոնք շատ լավ են եւ դրանք էլ են մտնում իրադարձային туриզմի հենց գաղափարի մեջ, ինչպիսին է Եվրոտեսիլը, բալետի փառատոնը, դե մնացած արդեն ասում եմ մեր գործընկերները կպատմեն։ Ես ուզում եմ անդրադառնալ հենց միջոցառման ամսի 5-6-7-ի թե ինչ տեսակի միջոցառումներ կան ներսում հենց փառատոնի, ամենակարևորը, որ հրավիրում եմ ամսի 5-ին ժամը 6:30-ից արդեն լինել Թումանյան փողոցում կանգնել աչուձախ կողմը, որովհետև առաջին անգամ մեր գինեգործները 100 գինեգործ շքերթով են մտնելու դեպի տարածք ու հետո գնան արդեն ամեն մեկը իրենց տաղավարները, շքերթը լինելու է ըստ գինեգործական համայնքների, դա կարծում եմ մեր այսպես հպարտանալու առիթներից մեկն է, որ նախ ունենք այդքան գինեգործ, ունենք գինեգործական համայնքներ, ունենք ներկայացնելու հրաշալի գործներ մոտ 100 ու արդեն մեր հյուրերն էլ կտեսնեն միանգամից կտեսնեն այդ ամբողջը, կհասկանան ինչքան մեծ է մեր պոտենցիալը, որ ասում ենք ունենք գինու բնորան, ունենք պատմություն, բայց նաև այսօր մեր այս նոր этаպում ինչպիսին է մեր գինեգործությունը։ Այդ ամենակարևոր սկիզբը, կարող եմ ասել։ Վայրը Թումանյան, Մոսկովյան, Սարյան եւ Այո, ընդհանուր փողոց միջոցառումը 3 օրերին է լինելու է Թումանյան, Սարյան, Մոսկովյան փողոցներին, բայց շքերթը 6:30 ամսի 5-ին ուրբաթ օրը կսկսի հենց Թումանյան փողոցից, բեմից, քաղաքապետարանի աջակցությամբ մենք ունենք հրաշալի բեմ, որը հագեցված է բարձր ձայնային բոլոր անհրաժեշտ տեխնիկայով եւ հենց բեմի վրա այդ ժամանակ լինելու է փողային պետական փողային նվագախումբը կրկին քաղաքապետարանի աջակցությամբ ու շատ հետաքրքիր ամբողջ հայկական ռեպերտուարով, երգացանկով հրաշալի երաժշտություն է հնչելու ու այդ երաժշտության ներքո արդեն կատարվելու է շքերթը գինեգործների։ Լինելու են գինու համտեսներ, չէ, բացառիկ նաև ներկայացումներ են լինելու, կխնդրեմ ներկայացնեք ընդհանուր քանի գինու տեսակ է ներկայացվելու փառատոնի շրջանակում եւ ընդհանուր առմամբ թեմատիկ, արվեստային, մշակութային ինչ աշխատարաններ են սպասվում։ Աշխատարանները շատ են, դաշված են ամբողջ տարածքում, գինու համտեսների առանձին հատված ավելի շատ գինի եւ ավելի գործարար զրույցներ ենք մենք այդ գոտու անունը դրել, որտեղ գաստրոնոմիայի, գինու, առնչության հետաքրքիր զրույցներ են տեղի ունենալու, խոհարարական միջազգային դպրոցներ ներկայացնելու են իրենց ծրագիրը, ինչպես են իրենք սոմելիեներ վերապատրաստում կամ գաստրոնոմիայի համար կարևոր ոլորտի ներկայացուցիչներ
մեր այդպես եւ լինելու են համտեսներ, իսպանական խոհանոցի օրինակ համտեսը հայկական գինու հետ, սա առանձին գոտի է, տարածքում ունենք մշակութային տարազների եւ ֆոտոտաղավարներ եւ նաեւ հագուստները փորձելու, սա գուցե մի կողմից գինու հետ առնչություն չունի, բայց մյուս կողմից էլ մենք այնքան շատ միջազգային զբոսաշրջիկներ ունենք, որ իրենք բացի գինուց նաև ուզում են մշակույթին առնչվել։ Դրա համար մենք այդպես առանձին աշխատարանների տարբեր տեսակի հետաքրքիր զբաղեցնող ժամանցային գոտիներով բաշխել ենք ու իրենց ցանկանում ենք երկար պահել տարածքում, բացի գինուց իրենք ավել բան տանեն իրենց հետ։ Իսկ գինու տեսակները։ Գինու տեսակները, եթե 100 մոտավորապես 100 գինեգործ է, միջինում լինում է կան գինեգործ, որ ընդհանրապես մեկ տեսակ ունի, բայց գինեգործ էլ կա, որ ունի 50-60 տեսակ, դրա համար հաշվել ենք մոտավորապես 1000-1200 տեսակ գինի է։ Շատ լավ, շնորհակալ եմ, խնդրեմ։ Հարգելի գործընկերներ, շնորհակալություն։ Քիչ առաջ լսում էի մեր սիրելի գործընկերներին եւ վստահաբար գինու օրերը, գինու փառատոնը դա այլևս այն Երևանյան մշակութային դիմագծի մի զգալի մասն է կազմում, որը վերջին 10 տարիների ընթացքում շատ դժվարությամբ, շատ տարբեր փորձություններով հաղթահարելով, բայց արդեն մենք ունենք մի փառատոն, որը մենք կարողանում ենք մեր միջազգային գործընկերներին, հյուրերին եւ տարբեր ձևաչափերով այս փառատոնը ներկայացնել, որովհետեւ գիտենք, որ դա անցնում է գեղեցիկ, պատվով ենք դուրս գալիս եւ անշուշտ մի շարք տարբեր խոչընդոտներ, խնդիրներ ունենում ենք, բայց նաև դրա վրա է, որ Երևանը ինքնին սկսում է ձևափոխվել, մարդիկ սկսում են ձևափոխվել, նաև ինչպես մյուս բացօթյա փառատոնները, սա լավագույն ձևաչափերից մեկն է համակեցության կանոնների, երբ որ գինին դառնում է այն միջավայրը, այն առիթը, երբ որ մարդիկ կարողանում են հանդիպել, ծանոթանալ, զրուցել, նոր նախագծեր են ծնվում, նոր գաղափարներ են ի հայտ գալի եւ վերջով վայելում են գինու միջոցով Երևանը, երեկոյան Երևանը, իրենց ընկերներին, ընտանիքներով եւ վերջին ոչ միայն 10 տարիների ընթացքում, այլ նաեւ ավելի ստույգ վերջին 3-4 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանը նաև ունի իր ֆինանսական մեծ աջակցությունը, որը ցուցաբերում է այս փառատոնին։ Մեր հարգելի գործընկերները նշեցին մշակութային ձևաչափերի հետ կապված, որպեսզի գինու օրերը նաև անցնեն լավ երաժշտության, լավ միջավայրի, լավ ձևավորված եւ ինչու՞ չէ վայելեն մշակութային այն հատվածները, որոնք որ ներկայանալու են եւ արդեն հետաքրքիր ավանդույթ է դարձել, որ վերջին գոնե 4 տարիների համար Երևանի մշակութային դիմագիծը արդեն բավական ձևավորված է եւ օրինակ մենք միշտ ամառը կարելի ասել բացվում է հունիսի 1-յան ծրագրերով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի էլ ավելի մեծ նախաձեռնություն ունենք, երբ որ Ազատության հրապարակում Կարապի լճում եւ ամբողջ Հյուսային պողոտայի երկայնքով նախատեսված է լրիվ նոր ձևաչափով անցկացնել երեխաների պաշտպանության միջազգային օրը, երբ նոր մյուզիկլ է գրվել եւ երաժշտությունը եւ խոսքերը եւ դեկորացիաները, հագուստները այլ մեծ ծավալներով է նշվելու, որից հետո արդեն 4-րդ տարին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավենյանի նախաձեռնությամբ սկսվել է Երևանյան բալետային միջազգային 4-րդ փառատոնը կլինի հունիսի 2-ից 6-ը, որտեղ կներկայացվեն 2-ին եւ 3-ին հայկական աղթամար լեգենդի հիման վրա ստեղծված Թամար բալետային ներկայացման համաշխարհային պրեմիերան, որից հետո արդեն լայն ճանաչում գտած հունիսի 5-ին եւ 6-ին Սասունցի Դավիթ բալետ օրատորյան եւ կարծես թե այս գինու փառատոնով եւ բալետային փառատոնով մեկնարկ է տրվում Երևանյան ֆանտաստիկ մշակութային ամռանը եւ նա ուզում շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին շատ լավ, շատ գրագետ աշխատանքի եւ փառատոնները լավագույն ձևերից մեկն են, եթե ոչ ամենալավագույն միջազգային հանրության արչեւ մշակութային մեր դիմագիծը լավ ներկայանալու եւ շատ քիչ մայրաքաղաքներ կան իրականում աշխարհում, որ կարող են այդ մասշտաբի, այդ ծավալի եւ այդ պատրաստվածությամբ անցկացնել փառատոններ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Քանի որ փառատոնի գործունեության 10-ամյակն է նշում, պիտի խնդրեմ այսպես հետ հայացքով նայեք, նաեւ խոսենք ձեռքբերումների մասին, դուք իհարկե մասամբ նշեցիք Տիկին Մանուկյան, որ կարողացել ենք հասնել նրան, որ գինու բնորան որպես ճանաչելի լինի,
բայց պիտի խնդրեմ նաև տնտեսական առումով խոսեք, գիտեմ, որ ունեք նաև հաշվարկներ, ոչ միայն ուղղակի, նաև անուղղակի օգուտների մասին, որ ստանում են երևանցիները, նույն գինի արտադրողները, խնդրեմ։ Թվերով մերինա լավ տիրապետում ինքը կասի, ես կուզենայի ուղղակի նշել, որ մենք բոլորս գիտենք եւ պետք է հպարտանանք, որ օրինակ անցած շաբաթ Հայաստանում էր անցնում լավագույն մրցույթներից, գինի մրցույթներից մեկը հենց Հայաստանում, դա էլ էր մեզ համար շատ կարեւոր երկրի համար, դա նշանակում էր 360 գինեգետ, որոնք եկել էին Հայաստան, իրենք կլինեն հետագայում դեսպաններ, որոնք կներկայացնեն որպես Հայաստանը բնորան եւ իսկապես այդտենց քայլերով ենք մենք դառնալու ճանաչելի եւ այդ պտուղները մենք բոլորս քաղելու ենք բոլոր տնտեսավարողները կապ չունի թե որ ոլորտից են, բայց եթե туриզմը զարգանա եւ մենք լինենք ճանաչելի, բոլորը կունենան իրենց օգուտներին կունենան տնտեսական։ Իսկ այն ինչ որ մենք ունենում ենք այդ 3 օրում, մերին կասի հիմա թվերով։ Պարզ չէ, ով է տիրապետում թվերը շատ մեծ են ու երբ ես ասում եմ թվերը մեծ են, դրանք հիմնականում հենց փաստագրված ու մասնագիտական ընկերությունների կողմից վերլուծություն արված թվերով ենք մենք միշտ խոսում, որովհետև շատ ուշադրություն դարձնում ենք հենց դաշտային հարցումներին եւ հետո միջոցառումից հետո մասնակիցների միջև հարցումներին ու դրանց վերլուծությանը, որպեսզի հասկանաք թվերը փաստագրված են։ Անցյալ տարվա թվերով կարող եմ ասել 250 ներգրավված գործընկերները, դրանք ոչ միայն գինեգործներ են, այլ տարբեր ներգրավված գործընկերներ, ընդհանուր 3 օրվա միայն այդ 3 օրվա շրջանառությունը կազմել է $2.5 միլիոն։ Այսինքն իրենք եւ մեզ համար մեր հպարտությունը նա է, որ մենք պայմանագրով պարտադրում ենք մեր բոլոր գործընկերներին ունենալ HDM սարքեր, որպեսզի ամբողջ այդ շրջանառությունը լինի, այսպես ասած, սպիտակ հաշվապահության դաշտում եւ դա նաեւ ՊԵԿ-ի հետ ենք մենք ստուգում ընդհանուր, որտեղ չենք կարող անհատական ստուգել, բայց ընդհանուր թիվը գրանցված բոլոր HDM-ների այդ տարածքում ինչքան է եւ դա մոտավորապես 200-220 միլիոն դրամ հարկ է առաջացել միայն այդ 3 օրերի ընթացքում։ Էլի մենք համարում ենք, սա մեր սոցիալական պատասխանատվությունն է, որովհետև մենք ամենամեծ փառատոնն ենք, իր տեսակի մեջ ամենամեծ փառատոնն ենք եւ մենք օրինակ ենք ծառայում ու ցանկանում ենք մեր օրինակով նաեւ շարժվեն մնացած բոլոր փառատոնները, մասնավոր, հիմնական դե մասնավոր փառատոնները, որ իրենք այս սոցիալական պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա եւ իրենց մասնակիցներին ստիպելով, հասկացնելով, համոզելով, պայմանագրային պայմաններով ցույց տան, որ բիզնեսը եթե աշխատում է, ուրեմն պետք է հարկ վճարի։ Դա այդքան թվերը կան նաև թվեր, որ մոտավորապես 20,000 զբոսաշրջիկ, որ գալիս է այդ օրերին, որոշը հենց այդ օրերի համար որոշը պարզապես եկել է ու իմանում է, դրանցից դե մոտավորապես 3-ից 5 օրվա շրջագայության իրենց ծախսած գումարը $1,000-1,500 իր սահմաններում է, դա էլ գալիս է մոտավորապես 20-30 միլիոն դոլարի շրջանառություն, որը ուղղակի պարզապես Հայաստանում է դա այդպես ծախսվում ոչ թե կինոօրերին, ես չեմ կարող ասել դա անմիջապես կինոօրերի էֆեկտն է, բայց իրադարձային զբոսաշրջությունը նման թվերի հետ կարող է առնչվել, երբ որ զբոսաշրջիկը գալիս է կոնկրետ իրադարձության համար։ Այսինքն 3 օրվա ընթացքում 20,000 այցելուի։ Այո, այդ այցելուի հաշվարկով, հա, քանի որ մենք տեղում դաշտային հարցումները անում ենք, դա ընդհանուր մասնակիցների մոտավորապես 20-30%-ը զբոսաշրջիկ են լինում տարբեր երկրներից, դրա համար ըստ թվի գալիս է 20-25 հազար զբոսաշրջիկ է տարածքում հենց լինում 3 օրերին։ Նշեցիք, որ այս տարի ունեք այցելուներ կամ սպասում եք այցելուների Անգլիայից, Ավստրալիայից, աշխարհագրությունը ընդլայնվել այս տարիների ընթացքում, իսկ ունեք վերլուծություններ, թե ամենաշատը որ երկրներից են գալիս։ Դե կարծում եմ պարզ է, որ ամենաշատը հենց գալիս են Ռուսաստանից, Բելարուսիայից, Բելարուսից, այդ երկու երկրներն են, բայց մենք տարիները շարունակ չանտեսելով Ռուսաստանը, նաև շատ մեծ գումարներ ենք դնում հենց Google գովազդի վրա, որպեսզի դիվերսիֆիկացնենք մեր զբոսաշրջիկներին, որտեղ շատ կարևոր է ունենալ տարբեր գնողունակություն, տարբեր քիմքի հետ կապված նաև, որովհետև ասիական պետություններում դրանք լրիվ ուրիշ պահանջներ ունեցող զբոսաշրջիկներ են, եվրոպական, կանադա կամ ավստրալիա լրիվ ուրիշ տեսակ են իրենք լինում։ Դրա
համար մենք գովազդը դնում ենք հիմնականում, այդպես ասեմ, 90% գովազդը գնում է ոչ ռուսական դաշտ, բայց ռուսական դաշտում էլ էլի աշխատում ենք իհարկե։ Ես կուզեի նաև ավելացնել, որ անցյալ տարվանից մենք ունենք Վրաստանից զբոսաշրջիկներ հենց մեր գինու օրերի համար, ինչը մեծ ուրախություն է մեզ համար, որտեվ երբեք Վրաստանից մենք զբոսաշրջիկներ չենք ունեցել նամանավանդ գինու թեմայով, եւ կուզենայի ասել, որ այն տուրիստները, որոնք գալիս են, նրանք էլ են նույնպես հետագայում օգնելու, որպեսզի մեր գինիները, եթե իրենց խանութներում լինեն կամ իրենց հոռեկա սեգմենտներում լինեն, իրենք հանգիստ կարող են գնել, որտեղ իրանք եղել են եւ իրանք համտեսել են մեր հայկական գինին։ Դա էլ է նպաստում, որպեսզի հայկական գինին լինի ճանաչելի։ Շատ լավ։ Պարոն Սարգսյան, դուք նշեցիք, որ Երևանը արդեն որերորդ տարին է բավական ակտիվ է միջոցառումներով, դուք այս տարվա սպասվող ծրագրերը նշեցիք, ինձ հետաքրքիր է, ունեք վերլուծություններ, դիտարկումներ Հայաստանում այդ օրերին գտնվող զբոսաշրջիկները, որ մասնակցում են կամ հատուկ այդ օր միջոցառումների համար են գալի, ինչպիսի արձագանքներ ունեն, ինչպես եք վերլուծել եք։ Վերջին 4 տարիներին ինչ անցկացվում է, այսինքն վերջին 3 տարիների վերլուծությունը եւ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ 3 տարիների ընթացքում 200,000-ից ավել մարդիկ միայն ներկա են եղել բալետային փառատոնին, դրանից առաջ անցկացվել է օպերաբաց երկնքի տակ ծրագիրը, Երևան Classic Fest փառատոնը եւ 200,000-ից ավել մարդիկ ներկա են եղել, ինչ վերաբերվում է զբոսաշրջիկների իմաստով անցած տարի ամենաաննախադեպ ծավալն ենք ունեցել 5 օրերի ընթացքում շուրջ 40%-ից 40%-ը եղել են զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից եւ նաեւ այդ մասով անդրադառնամ տնտեսական մասով, որ սա նաեւ գումարների մեծ մասը այն որ քաղաքապետարանը ներդնում մնում է Հայաստանում եւ նաեւ զբոսաշրջիկների կողմից շատ ծավալուն գումարներ են այսպես ասած այսպես ծախսվում Երևանում, որովհետեւ զուգահեռ մենք միշտ կամ սկսում ենք կամ շարունակում ենք գինու օրերը եւ մարդկանց համար սա դառնում է այդ մեկ շաբաթը կամ 10 օրը ավելի հետաքրքիր անցկացնելու իրենց հանգիստը նաեւ մշակութային туриզմը եւ այս տարի եւս հույս ունենք, որ շատ ունենալու ենք տուրիստներ, զբոսաշրջիկներ։ Շնորհակալ եմ, հարցեր խնդրեմ։ Այո, նորստարիներին նմանեցան, մի հարցում եմ պարոն Սարգսյանին, հունիսի 1-ի մասով։ Մանրամասնեք մի քիչ, որ ժամանակ սկսվելու ծրագիրը, ինչ է սպասում։ Հիմնական ծրագիրը լինելու է 3 լոկացիաներում, վայրերում, Ազատության հրապարակում, Կարապիլիչ եւ ամբողջ Հյուսիսային պողոտայի երկայնքով սկսվի միջոցառումները ժամը 12-ից մինչև երեկոյան 19:00, դա հիմնական լինելու են մանկական բազմաբնույթ եւ տասնյակ խաղեր, հետաքրքիր ժամանցային ծրագրեր, իսկ հիմնական շոու ծրագրով, որը որ կավարտվի, սկսվի 20:00-ին։ Ազատության հրապարակում։ Մերի եւ նույնը ուզում եմ ձեզ շնորհավորեմ, ձեր երեխան դառնում է 10 տարեկան, ինչ որ շատ կարևոր է դիմավորվելուց համար։ Եվ սենց այդ ոնց որ թե ավելի փառատոնը իր սկզբնական շրջանակներից արդեն մեծացել է, այսինքն ավելի մեծ տարածք է պահանջում, արդյոք պլանավորվում է ավելի իրար մասշտաբացնել մյուս տարի։ Տեսեք, այո, մենք պլանավորում ենք, մենք համարում ենք երևի այս 10 տարվով կսահմանափակենք մեր մշտական տարածքի հենց տարածքում անցկացնելը, որ առիթ օգտագործել եւ շնորհակալություն հայտնել այդ տարածքի բոլոր բնակիչներին։ Մենք արդեն 3 տարի հասկանում ենք, որ տարածքը պիտի փոխվի, աշխատում ենք քաղաքապետարանի հետ այդ հարցով։ Մենք սեպտեմբեր ամսին, այս սեպտեմբեր ամսին արդեն քաղաքապետարանի հետ կնստենք բանակցությունների 27 թվականի, որպեսզի հրապարակը
հնարավորինս կարողանանք վերցնենք միջոցառման 3 օրերի հանրապետության հրապարակը, որովհետև տեսեք, այստեղ միայն այս ֆորմատը չի, որը տեսնում եք գինու օրերին, մենք ունենք 3-4 շատ կարևոր ֆորմատներ, դրանք Երևանի գաստրոնոմիկ օրերն են, որ մենք հրավիրում ենք տասնյակ երկրներից Միշլինյան, բգուս, շեֆ-խոհարարներ, իրենց միջոցով հայկական գինին մտցնում ենք այդպես ավելի լուքս դասի հորեկայի սեգմենտը, դա առանձին, բայց նաև մենք ունենք 2 այլ նախագիծ, օրինակ մեկը, որ միջազգային գինեգործական կենտրոնների փառատոնները ներկայանան իրենց գինեգործարաններով, օրինակ Բորդոյի փառատոնը ներկայանում է հենց իր անունով ու տակը ներկայացված է Բորդոյի շրջանի փառատոնները։ Դա առանձին, այսինքն միջազգայինին անպայման ուզում ենք տեղ տալ, որովհետև դա միայն մեզ է բարձրացնելու, որ մենք միջազգայինը ներգրավել ենք։ Երրորդ կոմպոնենտը, որ տարածքի պատճառով կրկին չեն կարողանում անել, դա էքսպոյի հատվածն է, որովհետև 19 թվականից մեզանից անկախ ճիշտն ասած դա դարձավ, բայց Երևանի գինու օրերը 19 թվականից մենք հարցումներից հասկացանք, որ դարձավ B2B տարածք նաև, այսինքն միջազգային մատակարարները, տարբեր հորեկայի սեգմենտի, սուպերմարկետների սեգմենտի գալիս են մասնագետները, որովհետև միևնույն տեղում հայկական գինին 100 կարող են տեսնել, մոտապես 100 արտադրող, բայց տարածքի եւ այսպես մի բան կա, իրենք չեն կարող փառատոնային ֆորմատի մեջ տեղավորվել եւ նաեւ այդ նույն պահանջը կա գինեգործից, որ լավ է միևնույն ժամանակ լինի նաեւ առանձնացված տարածք, էքսպոյի տարածք, որտեղ արդեն այն գինեգործները, որոնք պատրաստ են արտահանման էքսպոյի հատվածում ներկայացված լինի գործարար զրույցների շատ լավ հատված։ Այսինքն տարածքը միայն որ մեծ լինի, դա չի նշանակում, որ հենց այդ նույն ֆորմատով տեղափոխում ենք, դա նշանակում է, որ մուլտիպլիկացիոն էֆեկտով ինքը մի քանի բնագավառ իր մեջ է վերցնելու, այլ ավելի հետաքրքիր կոմպոնենտներ է ունենալու։ Ես կուզեի նշել նաև, որ մենք այս տարվանից փորձում ենք բոլոր դեսպանատաների հետ համագործակցել եւ հրավիրում ենք, որպեսզի դեսպանատաները ներկայացնեն իրենց երկրները եւ իրենց գինեգործական պոտենցիալներ, որպեսզի մեր միջոցառումը դառնա արդեն ոչ թե միայն հայկական, այլ դառնա միջազգային։ Դրանով մենք ավելի ճանաչելի կդառնանք։ Այս տարի մեր մոտ առաջի անգամ Ամերիկայի դեսպանատունն է ներկայանալու, 5 այլ դեսպանատություններ ներկայացնելու են իրենց երկիրը, ներկայացնելու են իրանց տուրիստական պոտենցիալը, բայց պատկերացրեք մյուս տարիների համար մեզ պետք է տարածք, որ մենք կարողանանք շատ ավելի հետաքրքիր լինենք։ Այս փառատոնը ինքը անկեղծ եմ ասում, ինքը դառնում է արդեն ոչ թե մի երկու կանանց միջոցառում, որոնք ստեղծել են, այլ դա դառնում է երկրի բրենդը, եւ դա շատ կարեւոր է մեզ համար, որպեսզի մենք ընդլայնվենք։ 2024 թվականին հայտնություն դարձավ փառատոնի Երևան գաստրոնոմիկ դեյից, որը շատ մեծ ուշադրություն գրավեց, ունենք Միշլենի խոհարար, այս տարվա Երևան գաստրոնոմիկ դեյսում քանի կազմակերպություն կմասնակցի Այս տարի Երևանի գաստրոնոմիկ օրերը պլանավորվածի նման չեն իրականանա, քանի որ տարածքը նույնն է մնացել եւ նույնիսկ մենք քանի որ տարածքում հարակից կան ընտրատեղամասեր, մենք տարածքը փոքրացրել ենք, որպեսզի օրենքի սահմանների շրջանում մնանք եւ ոչ մի ընտրատեղամասի չխանգարենք, որովհետեւ քաղաքապետարանից մենք ծանուցում ստացանք ու անմիջապես մենք հասկացանք, որ օրինակ մոտ էինք Անդրանիկ Մարգարյան դպրոցին անմիջապես կրճատեցինք 130 մետրով կրճատեցինք տարածքը, որպեսզի ոչ մի ձևով մենք չխանգարենք ոչ մի ընտրատեղամասի։ Այսինքն միայն տարածքի պատճառով գաստրոնոմիկ օրերը, իսկ մեր հյուրը պիտի լիներ պայմանագրի ու արդեն պայմանավորվածության 3 Միշլին աստղ ունեցող եւ 1 կանաչ Միշլին աստղ ունեցող, ընտանեկան 3 բգուս դող մրցանակ ունեցող Ռեժիս Մախկոն։ Այսինքն մենք ուղղակի ստիպված եղանք նման մասնագետին ասել, որ կներեք մի քիչ անպատասխանատու ստացվեց մեր կողմից, բայց ինքը հասկացավ, ասեց ոչինչ, ընտրությունները կարևոր իրադարձություն է, դա այդպես լինում է։ Մյուս տարվա համար տեսեք նորից գալիս է տարածքի մեծանալու ու նման հյուրերին հյուրընկալելու հարցը։ Կարող եք
Այդ արդեն հարցը իմ դաշտում չի, որովհետև մենք կապացուցենք եւ անվտանգային հարցերով եւ մշակութային առումով եւ ֆինանսական առումով այդ ամեն ինչը մենք թվերով կապացուցենք մեր գործընկերներին եւ կարծում եմ հայո կառավարության հետ կնստենք ու կհասկանանք թե ինչպես կարելի է ավելի շատ օգուտ տալ Հայաստանին այդ մասով։ Որպես օգտատեր Ապացուցելուց հետո։ Այո, իհարկե, դա ես շատ համաձայն եմ այո ապացուցելուց հետո, որպեսզի ոչ մի նորաստեղծ փառատոն չգա ու չասի ինձ հրապարակ պիտի տակ կամ թեկուզ եթե նույնիսկ 10 տարի մենք անցկացրել ենք, եթե մենք չունենք ապացուցված թվեր, դա շատ նորմալ է, որ եւ քաղաքապետարանը եւ կառավարությունը, եթե կառավարական մակարդակով է հասնում, ասեն ցույց տվեք, ապացուցեք ինչու պիտի նման կարևորության տարածքը փակվի։ Մենք միայն կողմենք այո ապացույցներով ցույց տալու, որ ինչու պիտի օրինակ դա լինի։ Քանի որ հնչեց այստեղ այն որ ընտրությունների պատճառով մենք տարածքը կրճատել ենք, ես կուզեի նաև հորդորել բոլոր մեր քաղաքացիներին, որ խնդրում ենք ձեզ, այդպես ստացվեց, որ գինու օրերը եւ ընտրությունները մեկ օրը համընկնում են, ուղղակի ի գիտություն բոլորին ես կուզենայի նորից կրկնել, որ Երևանի գինու օրերը ունեն հստակ օրեր, դա հունիսի առաջի ուրբաթ շաբաթ կիրակին է եւ իրադարձային туриզմի տեսակետից 1 տարի առաջ բոլորը պլանավորում են եւ փաթեթներ են վաճառում եւ փոխել այդ օրը մենք չենք կարող, բայց մեր հորդորն է, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները գնան այդ օրը կատարեն իրենց պարտքը, ինչպես նաեւ մեր աշխատակիցներին եւ մեր բոլոր մասնակիցներին մենք հորդորել ենք, որպեսզի իրանք սկզբից գնան ընտրության, հետո նոր գան, արդեն նշեն, ամեն մեկը նշի իր մտքի ընտրած ընտրությունը, որը կատարել է։ Շատ լավ, շնորհակալ եմ, դուք հարցնեք։ Շնորհակալություն, մեկ անգամ եւս հիշեցնենք օրերը հունիսի 5-ին, 6-ին, 7-ին Թումանյան Մոսկովյան փողոցներում անցկացվելու Երևանի գինու օրեր փառատոնը եւ հունիսի 5-ին բացմանը սպասվում է շքերթ եւ բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու։ Հավելելու բան ունեք։ Ոչ։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերին հաջողություն, հավատենք։